Երեկո սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավն եմ, բայց ինչպես միշտ ես խառն եմ։ Դե հիմա կասեք ենքան ասում ես խառն ես, որ իրականում խառն ես լինում, բայց այս անգամ արդեն 2 օր է խառն եմ, որովհետև մրցանակաբաշխություն պիտի լինի Հայաստանում, առաջին անգամ ուշադրություն է դարձրել հայկական յութուբյան ալիքների վրա։ Զարմանալի է, բայց փաստ է։ Եվ հայտեր էին ուղարկել, լրացրել ենք, ուղարկել ենք բոլորը, ովքեր որ հասցրել են այդ հայտերը լրացնել, մասնակցում են այդ մրցանակաբաշխությանը։ Ամեն մեկը իր կատեգորիայում, իսկ ընդհանուր որպես յութուբյան ալիք, լավագույն յութուբյան ալիք անվանակարգում եմ ես և լավագույն յութուբեր անվանակարգում, ովքեր խոհանոցային տեսանյութերով են, նրանք են բնականաբար լավագույն խոհանոցային ալիք, լավագույն երաժշտական, լավագույն կատակ, այսպես ինֆորմացիոն ալիք, մի խոսքով շատ բազմատեսակ անվանակարգեր են իրենք մշակել և անվանակարգերում արդեն տեղադրել են հենց իրենք բոլոր լինքերը, որոնք պահանջել էին մեզնից։ Պետք է մասնակցի այս մրցանակաբաշխությանը այն յութուբյան ալիքը, ով ունի մինիմում 5000 հետևորդ և ամենաքիչ ժամկետը գոնե 6 ամսվա ժամկետ պիտի ունենա իր ալիքը։ Իհարկե կլինեն, կարծում եմ, նման երիտասարդ ալիքներ շատ արագ հավաքած հետևորդներ, որովհետև երիտասարդները մի քիչ ուրիշ կոնտենտով են հանդես գալիս և միգուցե ես հաստատ չեմ կարող ասել, ենթադրում եմ։ Դե բնականաբար վլոգեր, լավագույն վլոգեր, կարճ ասած, ամեն մեկը գտնվում է առաջին հորիզոնականում, որը լավագույն յութուբյան ալիքն է, իսկ այն մյուսը արդեն ամեն մեկը տարբեր անվանակարգերում։ Հիմա ես էլ ժողովրդյան խառը վիճակում եմ, որովհետև հանրային քվեարկության արդյունքներով է որոշվելու, սա մի քիչ վատ է, լավ կլիներ, որ իրենք ժյուրի կազմեին և ըստ դրա արդեն նայեին այդ տեսանյութերը, այսպես ասած, ճանաչեին յութուբյան ալիքի օգտատերերին կամ ալիքի աշխատանքին որոշ ժամանակ հետևեին և ինչ-որ մի ձևով ներկայացնեին, բայց թողել են հանրային քվեարկության, իսկ հանրային քվեարկությունն էլ փակ է, որոշ այնպիսի մի կոնկրետ տեղ չկա, որ մարդիկ ինֆորմացիա ստանան, ուստի այդ ծանր բեռը թողել են մեզ վրա, մենք էլ ստիպված այդ լինքերը ուղարկում ենք խմբեր, եթե յութուբ եմ ասում, Facebook-ում խմբեր ունենք, այդ խմբերն ենք ուղարկում, մեր ընկերներին ենք ուղարկում, ես տեղադրել եմ նաև յութուբում համանքային բաժնում լինքը, կարող եք քվեարկել, որովհետև մի քանի օր է տևելու այդ քվեարկությունը և նույնիսկ կարճ տեսահոլովակ այսօր ուղարկեցի եթեր, որպեսզի մարդիկ տեղեկանան, չէ որ շատերը չգիտեն նույնիսկ այդ մասին։ Դրա համար ճիշտը արդեն ուղարկելն է մեր, բայց դա մեծ ջանք և նորից ժամանակ է խլում։ Ուստի երեկոյանից, երբ որ արդեն հաստատվել էր իրենց այդ հավաքած յութուբյան ալիքների երևի թե կամ քանակը կամ էլ ժամկետներ լրացել, արդեն բոլոր այսպես սոցիալական ցանցերում իրենք սկսեցին տարածել այդ ալիքների անունները։ Ինստագրամում իրենք հարթակ բացեցին, ինստագրամային հարթակում և Facebook ու այդտեղ իրենք արդեն սկսեցին գովազդներ անել, արդեն ներկայացնել, բայց դե հիմնականում իրենց պիտի շատ հետևորդ ունենային, որ տեսնեին։ Չնայած ասեմ ձեզ, որ ինստագրամում արդեն 3-4 օրվա մեջ իրենք 10,000 հետևորդ հավաքեցին։ Այսքանը կասեի, այ պատճառը, թե ինչու եմ այսքան շատ խառնված, դե ժամանակա է տանում դա, ուղարկում ես, թե մեսենջերով եմ ուղարկում, թե այնպես մարդիկ կան, չեն հասկանում, հատկապես իմ հասակակիցները, մի քիչ փոքր, մի քիչ մեծ տարիքի մարդիկ
շատերը չգիտեն ինչպես անել, ինչպես քվեարկել, դե պատկերացրեք, որ միջև ուղղություն եմ տալիս, միջև հուշում եմ, միջև ասում եմ, անում են, արդեն ժամանակ է տանում։ Հիմա տեսանյութից նույն բանը ձեզ ասում եմ, քանի որ YouTube-ում լինքերը, այդ հղումները չեն կարողանում տեղադրել, ես համայնքային բաժնում այդ հղումը տեղադրել եմ նկարով, պարզ գրված է, կարող եք նայել և արդեն հղումը, երբ որ կլինի կմտնեք, այդ կգտնեք նման բան, առաջին և չորրորդ հորիզոնականում իմ ալիքը փնտրեք, երբ որ կգտնեք Ֆրանս Վիտասյա վլոգ ալիքը, այդ պտիչկայի վրա սեղմում եք, կանաչում է և բարձրացում եք այնքան, մինչև որ քվեարկել բառն եք տեսնում, քվեարկելու վրա սեղմում եք, նոր համարվում է, որ դուք քվեարկել եք։ Իմ անվանակարգում, լավագույն յութուբերում, լավ է, որ ուրիշ մարդ չկա, ամբողջ յութուբյան ալիքում միակը ես եմ, դրա համար եթե դուք երկմտում եք լավագույն ալիքը ինձ չեք ընտրում, գոնե մեկը յութուբերը հաստատ ինձ կընտրեք, կամ եթե որոշել եք երկուսն էլ ինձ ընտրեք, ավելի լավ կլինի։ Դե այսպես սիրելիներս, կսպասեմ ձեր ուրեմն քվեարկությանը, եղեք ակտիվ, այս տեսանյութը վաղը եթեր կգնա, չի ուշանա, երբ դուք հենց կլսեք, եթե մինչ այդ իմ փոքրիկ տեսանյութը չեք հասցրել դիտել, որտեղ էլի ես մանրամասն բացատրում եմ։ Էնպես որ սա առաջին անգամ է լինում նման մրցանակաբաշխություն, որը տեղի է ունենալու Տաշիր արենայում, նախկին Կրկեսի շենքում, լինելու է Կարմիր գորգ, հիշում եք Բաֆան, որ ես գնացել եմ Կարմիր գորգի վրայով անցանք, լինելու է Կարմիր գորգ, որից հետո արդեն մրցանակաբաշխություն է սկսվելու և դրես կոդը կոկտելային հագնված պետք է լինեն բոլոր օգտատերերը յութուբյան ալիքների։ Կան դրսում ապրողներ, չեմ կարծում, որ նրանք կգնան, քանի որ մեկն էլ ես եմ, լինելու է դեկտեմբերի 2-ին և կարծում եմ չեմ մասնակցի, բայց հեռվից գոնե ես կտեսնեմ, որ իմ ալիքը ինչ մրցանակ է ստանալու, կամ արդյոք մրցանակ է ստանալու, կամ իմ ալիքի մասին ինչ է խոսվելու, իմ ալիքը քվեարկել են, թե ոչ նորմալ է եղել, որովհետև երբ որ դուք քվեարկում եք հաստատ և փորձում եք նորից այդ հղումով մտնել, այլևս չեք կարող քվեարկել մեկ ուրիշի օգտին, նաև նույն իմ օգտին, որովհետև մեկ անգամ եք կարողանալու, այդպես է դրված, քվեարկությունը անել։ Եվ արդեն քվեարկել բառի վրա հաստատ որ սեղմած է լինում, այլևս չեք կարողանում մտնել, ձեզ ասում է շնորհակալություն քվեարկելու համար։ Կարճ ասած, այս շատ հեշտ է, ընդամենը ձեզնից խլելու է ամենաշատը մի քանի վայրկյան, ու դժվար էլ չէ, ընդամենը պիտի կարողանաք կողմնորոշվել, գտնել Ֆրանս Վիտասյա վլոգ և արդեն պտիչկա է դրած, այդպես սեղմեք կանաչի ու քվեարկելու բառի վրա։ Սա էլ ես մասին, շատ ափսոս, որ չեմ մասնակցելու, բայց հիմա իրենք ինձ նամակ են գրել, թե ես քանի հոգով եմ գնալու, ում հետ եմ գնալու, դեռ չեմ պատասխանել, պիտի պատասխանեմ։ Չնայած մտածում եմ իմ փոխարեն կարելի է մարդ ուղարկել, դա էլ կգրեմ, տեսնեմ համաձայնվում են, թե չեն համաձայնվում։ Այս մասին։ Հիմա մյուս խնդիրը, մյուս խառավիճակը ինչ էր։ Եթե հիշում եք, ես ասել եմ, որ այստեղ Եվրոպայում կա էլի մի հարթակ, որտեղ մարդիկ հին ու նոր ապրանքները վաճառում են։ Դրա մոռացել էի, չէի կարողանում մտնել։ Մի խոսքով մի շաբաթից ավել էլ իրենց հետ էի նամակագրությամբ զբաղվում, ռոբոտներ պատասխանում, հետո իրենք բոլորը նույն ձևով, այդ աշխատակիցները, մինչև որ երեկ վերջապես կարողացա ես արդեն մեկին, այսպես կարելի ասել մի քիչ զայրացած, ասում եմ դուք ռոբոտ եք, թե մարդ եք, նույն հարցը ամեն օր տալիս եք ու ոչինչ չեք պատասխանում, հենց ասում են ձեր պրոբլեմը արդեն, ասում եմ ձեռ եք առնում, նույն բանն եք ասում, որն է ձեր պրոբլեմը, ասում եմ կոդս եմ մոռացել, չեմ կարողանում իմ
հաշիվը, այդպես են ասում, հաշիվը մտնել, իմ էջը մտնել։ Մի խոսքով երեկոյան դա եղավ, սիրելիներս, ուրախացա ու արդեն մի քանի մանր-մունր բաներ էին գնել, դրանք արդեն այսօր տարա հանձնեցի։ Հիմա ժամանակի առումով, էլի ժամանակի առումով, չգիտեմ, վաղը կամ մյուս օրը նորից որոշ բաներ կա, դե նկարելու վրա էլ է ժամանակ անցնում, նկարել, գրել, ինչ է բան, նոր այդպես հաստատում են։ Հաստատում ես, գնում է արդեն քո խանութ, այսպես ասած։ Համ դա եմ անելու եւ անելու եմ նաեւ, չգիտեմ, վաղը կգնանք, թե մյուս օրը արդեն որ պահարանը դասավորել են, վերջացրել, պատկերացրեք ինչքան մեծ ու տարողունակ պահարան էր, որ այս դիմացի նեղ երկար պահանի համարյա հիմնական բանը տեղավորել եմ այդտեղ։ Ու մեզ մնում է միայն գնել արդեն ոչ բարձր, ես մտածում եի այդպես ապակիներով, ինչ որ այդ կարգի պահարան, լավ է, որ դրա կարիքը չզգացվեց, կարճ պահարան այդպես կդնենք, որտեղ որ արդեն մեր շշերը, իմ էլեկտրական սարքերը խոհանոցային, դրանք չեն տեղավորվել, դե նույնիսկ նրանց վրա վերևում էի դրել, պահարանի վերևում, սրա վերևում ոչ մի բան չեմ դնելու, արդեն որ գեղեցիկ է, ուզում ես, որ այդպես էլ մնա, շատ հարմար է, պետք է արդեն ուշադրություն դարձնեմ համեմունքների սիրուն այդպես բաներ եմ առնելու, քանի որ դրանք դրել եմ երևացող արդեն տեղ, որ հեշտ իմ ճաշ պատրաստման ընթացքում կարողանամ օգտվել։ Գրեթե այդքան էլ շատ բան չի փոխվել, լավ էր դա, տարողունակ է տեղավորվել է եւ արդեն հետո մտածելու խնդիր ունեմ եւ խնդրում եմ դուք գրեք ձեր կարծիքները, ժողով ջան, հատկապես եթե Ֆրանսիայում եք ապրում, խորհուրդ տվեք, թե որ, ասենք, գազի պլիտայից է գոհ, որը որ լավ, այսինքն թխվածքներ է թխում, որտեղ պետք է փոխեմ։ Բայց եթե հիշում եք անցած տեսանյութում որ խանութ էին գնացել, ես ձեզ ասում եմ, որ կարող է երեսը միայն վերցնեմ, տակը արդեն այսպես ջեռոց չլինի։ Ջեռոցի փոխարեն պահարան կսարքեմ, հենց էլեկտրական ջեռոց կառնեմ, կդնեմ այդ պահարանի տակը կամ ինչ-որ միտեղ այդ մյուսը, որ գնելու եք, դրա մեջ կդնեմ։ Այ երկմտանքի մեջ եմ էլեկտրական ջեռոց գնեմ, թե գազի ջեռոցը այդպես կարող է լավ արդյունք ունենալ։ Ասեմ ձեր մեկնաբանություններին, սիրելիներս, այ սա է մնացել, էլի, դա հետո լուծվող հարց է, հետոյի համար, էլի, հիմա կարևորը շտապը, պահարանը, կդնեմ արդեն այդտեղ, մի որոշ բաներ էլ կհավաքվի եւ արդեն կգա այդ պահը, որ հարց լուծեմ, էլեկտրական թե գազը։ Սա էլ էս խնդիրը, որ ես ունեմ, տեսեք ինչքան շատ խնդիրներ ունեմ։ Եվ արդեն սև ուրբաթն է մոտենում, ժամանակ պիտի գտնեմ հենց վաղը, երևի թե հիմա որ խոսեմ վերջացեմ ձեզ հետ, կսպասեմ վաղն էլ տանից դուրս կգամ, հետո դա կմիացնեմ այս հատվածին եւ արդեն տեսանյութը կամբողջացվի։ Խոսքով շատ այսպիսի ներկան կարծում եմ կիրականանա, մենակ թե մարդ առողջություն ունենա, ամեն ինչը իրան կստեղծվի։ Ամենակարևոր բանը, որ ես ձեզ անցած անգամ ասել էի շուտ Հայաստանում է, որ Լուվրը թալանել էին, հիշում եք կողոպուտ, այդպես կարճ տեսանյութ է արել։ Դե բռնել են անմիջապես 4 հոգու, 5-րդին դեռ չեն բռնել, պարզվում է, որ այդ 5-րդը հետախուզման մեջ է, հենց ոստիկանությունում ինքը պատմություն ունի եւ հետաքրքիր նայե թե ինչպես են բռնել։ Մի անգամից գնացել են օդանավակայան, որ թռչեն Ալժիր։ Մեկը Փարիզի օդանավականն է գնացել, մյուսն է կարծեմ Մարսելի օդանավականը։ Կարճ ասած բռնել են ամեն ինչ իրենց մոտ գտել են, բացի Նապոլեոնի կնոջ այդ գեղեցիկ թագից։ Հիմա դա չեն կարողանում գտնել, դեռ հետաքննության մեջ է։ Սա էլ օրը ցերեկով Լուվրի աշխատակիցների անտարբերության շնորհիվ է, պատճառով է, ոչ թե շնորհիվ է, նրանց անփութության պատճառով կամ միգուցե իրենց մատնել է խառը, այդ գողությունը տեղի ունեցավ։ Դարի կողոպուտ օրը ցերեկով հանգիստ մտնել, ընդամենը սկզբից մինչև վերջ 7 րոպե է տևել, ամենաշատը, մի տարբերակում ասում են 4 րոպեուկես է տևել, իսկ սրահում շատ կարճ են մնացել, սրահում կարելի ասել
արդեն իրան գիտեն, որովհետև անվտանգություն չի եղել, արագ գնացել են վայրկյաններ է տևել, մինչև մի րոպե երևի, որ արագ ինչ պետք է եղել վերցրել են։ Մի խոսքով այս նորությունն էլ այդ կողմից էր։ Դա այս պահի համար այսքանը, սիրելիներս, կհանդիպենք։ Ապրեք, որ քվեարկում եք, շնորհակալ եմ բոլորիցդ, կհանդիպենք վաղը։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին, ինչպես երեք խոստացել էի, այսօր գնում ենք խանութներ, ուսումնասիրելու ենք գնում առայժմ, մոտի խանութներ կգնանք, տեսնենք ինչեր կա, բայց մինչ դուրս գալը բնականաբար տան գործեր, շատ համեղ ճաշ եմ պատրաստել, տեսեք թե ինչքան համեղ է, ձեզ մոտիվացիա եմ տալիս, համեղը չեք զգա երևի, բայց ախորժելի տեսքը կարծում եմ ձեզ կգրավի, դե ինչ, ճաշ եմ պատրաստել, անուշ եմ արել, հիմա էլ արդեն տանից դուրս են գալիս, գնում ենք ուր խանութներ ուսումնասիրելու, կարծում եմ երեկվա իմ բացատրածը բոլորիդ պարզ էր, չէ սիրելիներս, եթե ինչ-որ հարց լինի կարող եք մեկնաբանության բաժնում գրել թե ինչպես անել, ես մանրամասն ձեզ կցուցադրեմ, ինչպես նաև փոքրիկ տեսանյութը, որ արդեն եթերում է, կարող եք էլի ուշադիր նայել, այս պահի համար այսքանը, գնացինք։ Ոսպով մսով ապուր եմ պատրաստում նման հերթականությամբ, ձիթապտղի յուղի մեջ լցրեցի սոխը, տապակվեց, մի փոքր ավելացրեցի, որից հետո արդեն ավելացնում եմ տավարի միսը, էլի տապակում եմ, ավելացնում եմ կարտոֆիլը, կարմիր պղպեղը, լոլիկը, դուք ինչպես կկամենաք չափերը ընտրեք ձեր ընտանիքի հարմար, ես պատրաստում եմ 2 հոգու համար, որից հետո համեմում եմ սև կարմիր պղպեղներով, շատ քիչ կուրկումա, սխտոր, 1 ատամիկ, ավելացնում եմ մի փոքր օրիգանո, ցիտրոն հայկական, մի փոքր աղ, կանաչին լվանում եմ նման տարբերակով, սոդա եմ ավելացնում, մի քիչ թողնում եմ, հետո լավ այսպես լվանում եմ, մի քանի ջուր պարզաջրում եմ եւ արդեն կտրատելուց հետո ավելացնում եմ ճաշի վրա, շատ համեղ է ստացում նման տարբերակով ապուրը, պատրաստեք ինքներդ եւ կհամոզվեք, ոսպը շատ լավ է, այսպես եւ համեղ է ապուրը, քապ չի ավելանում եփվելու ընթացքում, երբ որ տապակում եք, սա ասեմ, դե ահա արդեն պատրաստ է, հիմա սա իմ չափաբաժինն է, ես կհամտեսեմ, որից հետո դուրս կգանք, այսօր շատ տաք եղանակ է փաստորեն, ես էլի մի քիչ կիսատակ եմ հագնվել, քամի չկա ամենակարևորը, գնանք տեսնենք ինչեր կան։ Առաջինը մտնենք Տամաղից, կոշիկի խանութ սրահը, մեր թաղամասում է գտնվում, շատ մոտ է, երբ ցանկություն էլ անգամ չեմ ունենում, մտնում եմ, նայում եմ, ուրեմն զեղչեր արված են միայն այն տեսականի վրա, որի վրա նման նշաններ է դրված, 25% զեղչված է, մնացածի վրա զեղչեր չկան, դե բնականաբար, եթե հիշում եք, ես բազմիցս ասել եմ, որ Տամաղիսում այդքան էլ զեղչեր չեն լինում, ուրիշ խանութներում Տամաղիսի ապրանքները ավելի են զեղչվում, քան հենց բուն խանութում, իմ կոշիկից է, տեսեք, բայց ես նման ձևով չեմ ուզում եմ այդ քթի հատվածը լայն լինի, մի փոքր կրունկ ունենա, շատ բարձր չլինի, որպեսզի ամենօրյա այդպես աշխատանքային լինի, այս հատվածների մասին է խոսքը, սրանք էլ նորություն էին, գեղեցիկ էին, երկարաճիտ ուրեմն կոշիկներն են, համարյա թե տիպի, բայց տակը այդպես կտրտված չլինի, քանի որ մյուսը իմ կիսաճտքավորների տակը այդպես կտրտված է, կարծես թե հետ եմ վարժվել ես ճիշտն ասած, այսպես այս թելերով կոշիկներից, կապերով, որ կապիչներ են լինում, այս մեկը շատ սիրուն գույն է, թեթև է, հարմար է, բայց որ այսպես կապիչներով է մի տեսակ գինը 109-ն ու 110 եվրո, 25% զեղչ է, Տամաղիսը, ովքեր չգիտեն, գերմանական ապրանքանիշ է, կաշվից են հիմնականում բոլոր կոշիկները, լինում են բացառություններ, բայց հիմնականում հատկապես ձմեռային սեզոնի կոշիկները կաշվից են պատրաստված լինում, դե կաշվի տարբեր տեսակներից, որակներից բնականաբար,
Հաջորդ խանութը դամախտն է, որը մեր թաղամասում է էլի։ Անկախ նանից գնում ունեմ թե չունեմ, դա արդեն ասել եմ էլի։ Մտնենք ուսումնասիրենք, տեսնենք ինչերն են զեղչված, ինչ կա, ինչ չկա։ Այստեղ նշված է, որ մինչև 50% զեղչ կա, բայց ինչի վրա հիմա կուսումնասիրենք։ Սիրելիներս, նոր տեսականի էլ կա, ակցիաներ էլ կան, -20% նվերով, -30% նվերով, որ այդ թրթերը ես ստացել եմ։ Այստեղ էլ մի քանի տեսականի են ընդամենը զեղչված, նայեցի զեղչվածները, այդքան էլ ինձ պետք չէին։ Կտորի այս լավ շալվարները կան, մոդելը էսպես էր, մյուս կողմում էլ շատ լայն այդպես մոդելներ են։ Սա էլ իմ այսօրվա հագած սվիտրից է, 40 եվրո։ Ես -20-ով եմ կարծեմ էլի առեմ 20% զեղչով։ Կոշիկների հատվածում էլի զեղչեր կան, մոտենանք տեսնենք ինչեր է, կիսաճտկավոր այս կոշիկներն են, 40% զեղչով, ամորցիլ, այսինքն լավ տեղին ինքը ոտքդ նստում է սրա մեջ էլի, բայց ես երբեք դեռ չեմ գնել, չգիտեմ իրոք դրա ճշմարտությունը, գինն եմ փորձում նկատել 120 եվրո է 40% զեղչված, ահա եւ զեղչված է այս կոշիկը, որն էլ 50%-ով է զեղչված, տեսնենք գինը ինչ որ մի տեղ էլի կարողանանք գտնել թե ոչ, ամեն դեպքում տարբեր տեսակի, հատկապես մեծահասակների համար շատ հարմար է այս խանութը, չգիտեմ, ես երբեմն բաներ եմ գտնում այստեղ, գինը 70 եվրո մյուսներ, բայց սա էլ արդեն 110-ն է, էդ իմ ասածներ, 120 եվրանոց այդ կիսաճտկավոր կոշիկներն էին, ահա տեսականին հիմնականում հարմար են, կարելի է, ես միգուցե ժամանակը գա, ես էլ սկսեմ փորձել նման կոշիկներից, չնայած մոդայիկ ձևերով էլ են իրենք ունենում, կարծում եմ շատերին դուր կգա, կարևորը ոտքդ հարմար լինի մեջը և քայլելիս չցավացնի, այս աղջիկն էլ մեր են կողքի երկրի ազգից էր, առնում է և մեկի հետ խոսում էր, թե որ մեկը վերցնի, առաջ շարժվենք, ներքնաշորերի բաժին բարձրանանք, ներքնաշորերն էլ էլի տերմոակտիվ են, բարակ են, բայց շատ տաք են, սրանց վրա զեղչեր չկային, ներքնաշորերը են մյուս բաժնում կային ավելի լավը, ես մտածում եմ, որ զեղչված կլինի կգնեմ, են էլ չստացվեց, նույն գիններ իմաստ չուներ հիմա գնել, այդ ուրիշ ժամանակ էլ կարող եմ գնել, տեսեք շատ փափուկ է, շատ լավն է, շատ բարակ է, տերմոակտիվ բոլորը, շատ տաք են, գինը մի հատ փորձենք նայել ինչքան է, տեսնեմ որի վրա կարող եմ նայել, հա այստեղ հանենք ժողովուրդ ջան, մի կերպ դժվարությամբ և նայենք գինը համարը էսն է 30 եվրո, ահա 30 եվրո արժե այս տերմոակտիվ, ակտիլ թեթև այդ ներքնաշորը, իջանք այստեղից, ահա երկրորդ հարկում ներքնաշորերի բաժինն է և արդեն դուրս գանք խանութից, բան չգտա, քաղաքի գեղեցկությունը վայելելով շարունակեմ իմ ճանապարհը, արդեն սկսում եմ մտնել, ձմռանը պարզել շուտ են մտնում օրերը և ես գեղեցիկ քաղաքի, գեղեցիկ կենտրոնով շարունակում եմ իմ ճանապարհը, դուք տեսեք թե ինչքան հեքիաթային է և ուզում եմ ձեզ հատկապես ցույց տալ այս շենքը, որ 16-րդ դարում կառուցված շենք է, նեղ տեսեք ինչպիսին է, որ մինչև օրս պահպանվում է և այդ շենքի մոտից ինչքան գեղեցիկ է քաղաքի հրապարակը, ինչպես նաև օպերայի հրապարակը, մեծանիվը երևում էր հրապարակից, այ հենց այս ճանապարհով էլ ձախով ես կշարունակեմ իմ ճանապարհը դեպի հին քաղաք, Վիոլիլ է կոչվում, որտեղ էլ շատ էլի խանութներ կան, կգնամ ուսումնասիրելու Հետևորդը ոչ մի այդպես կարևոր բան չտեսա այդ խանութներում, պարզապես տեսա թե ինչքան տոկոս զեղչեր էին անում, գնումները կմնա վաղը, այսօր ավարտում եմ այսքանով այս տեսանյութը, ես հետո կգնամ ուրիշ խանութներ, դա կլինի հաջորդ տեսանյութում, առայժմ լավ մնացեք, ինձ հետ կհանդիպենք Տեսանյութը ավարտում եմ այս հրաշք տեսարանով, հեքիաթային տեսարանով, իրոք կարծես թե հեքիաթից դուրս եկած շենքեր լինեն, լուսավորությունը դե բնականաբար ավելի է գեղեցկացնում, բայց շենքերի յուրահատկությունը դուք կարող եք անմիջապես նկատել, հին քաղաք տանող ճանապարհներն են,
Տեսեք ինչքան հրաշք է, ինչպես է Եվրոպան պահպանում իր հին քաղաքները եւ ինչպես են իրենք պահպանում իրենց ժառանգությունը։ Դե այսօրվա համար այսքանը, այս գեղեցիկ զույգով էլ ավարտում եմ տեսանյութը։